Ողջույն, հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել կարևորագույն հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգերին։ Այսօր հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներ են ժամանել Հայաստան եւ փաստորեն սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 11-ը նրանք գտնվելու են համապատասխան իրենց գործընկերների հետ տարբեր Հայաստանի սահմանային տարբեր անցակետերում եւ քննարկելու են կարևոր համագործակցության հարցեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քաղաքականությունն ու գործնական փորձը սահմանների կառավարման, մաքսային համակարգերի բարելավման, արդիականացման, կահավորման եւ անվտանգային միջավայրի ամրապնդման ոլորտներում ձևավորվել են տասնամյակների ընթացքում։ Դրանք դարձել են համաշխարհային ուղղակի բարձր չափանիշ բոլոր երկրների համար։ Այդ փորձը, որը կիրառվել է ավելի քան 100 երկրներում, ապացուցել է իր կենսունակությունը, իր արդյունավետությունը միաժամանակ ապահովելով եւ անվտանգություն եւ խթանելով տնտեսական աճ։ Միացյալ Նահանգները ունի մի քանի նմանօրինակ ծրագրեր։ Սրա մասին մի անգամ խոսել ենք, հիմա ուզում եմ ավելի մասնավորեցնել։ Ուրեմն Container Security Initiative, Trusted Traveler եւ Export Control եւ Border Security, ինչպես նաեւ Smart Borders կամ խելացի սահմաններ։ Այս բոլորը համակցում են իրավական բարեփոխումները, տեխնոլոգիական լուծումները, մասնագիտական վերապատրաստումը եւ միջազգային համագործակցությունը առհասարակ երկրների սահմանները վերածելով անվտանգության եւ տնտեսական զարգացման միջավայրի։ Այս իմաստով ուզում եմ կանգ առնել մի քանի օրինակների վրա, Միացյալ Նահանգներ եւ Մեքսիկա օրինակ սահմանային համագործակցությունը չափազանց բացառիկ համագործակցության ձևաչափ է։ Մեքսիկացիները օգտվել են Smart Borders նախաձեռնության հնարավորություններից եւ դրա շրջանակում Միացյալ Նահանգների աջակցությամբ տեղակայվել են բարձր ճշգրտության սկաներներ, վերահսկողական տեսախցիկներ, անցկացվել են հազարավոր սահմանապահների վերապատրաստման դասընթացներ։ Արդյունքում անօրինական միգրացիան Միացյալ Նահանգների եւ Մեքսիկայի միջև կրճատվել է մինչև 40%-ով։ Իսկ ներդրումները վերջին 6 տարում գերազանցել են 3 միլիարդ Միացյալ Նահանգների դոլարը։ Այսպիսի մոտեցումը կիրառվել է նաեւ Մարոկկոյում։ Կասաբլանկայի նավահանգստում տեղակայվել են ամերիկյան ստուգատեսներ, ինչը հանգեցրել է առևտրաշրջանառության 20%-անոց աճի առանց դույզնիչ չափով նվազեցնելով անվտանգության մակարդակը։ Այսինքն ամբողջությամբ ապահովվել է անվտանգությունը, միաժամանակ 20%-ով ավելացել է շրջանառությունը։ Հորդանանում Միացյալ Նահանգների ծրագրերի շնորհիվ սահմանային ուժերը ոչ միայն վերապատրաստվել են ահաբեկչության դեմ պայքարի մեջ, այլև ստացել են նորագույն տեխնոլոգիաներ, ինչի արդյունքում ամրապնդվել է սահմանը Սիրիայի հետ եւ ներգրավվել է ավելի քան 1 միլիարդ դոլարի աջակցություն։ Նման հաջողված օրինակներ կան նաեւ Կենիայում, Իտալիայում, Իսրայելում եւ Պակիստանում, որտեղ ռիսկային բեռների 85%-ը կանխվել է նախքան նպատակակետ հասնելը։ Այս ահռելի համաշխարհային փորձը այժմ կարևոր նշանակություն է ստանում Հայաստանի համար կապված խաղաղության խաչմերուկ նախաձեռնության եւ Մեղրիի ճանապարհի այս նախագծի իրագործման հետ։ Խոսքը հայտնի այն 43 կիլոմետրանոց տարանցիկ ճանապարհի մասին է, որը գիտեք կապելու է ոչ միայն Ադրբեջանը Նախիջևանի հետ, այլև ամբողջ կենտրոնական Ասիան կապելու է եվրոպական գնողունակ շուկայի հետ։ Տեխնոլոգիական բաղադրիչը լինելու է այս համակարգի առանցքը։ Container Security Initiative-ի սկզբունքներով իրականացվող սկանավորում, GPS համակարգի կողմից վերահսկողություն, միասնական տվյալների մուտքագրում, բազայի ստեղծում եւ ռիսկերի վերլուծություն, որի արդյունքում կկրճատվեն բոլոր հնարավոր ուրեմն սպառնալիքները։ Բացի դրանից, տարանցիկ
միջանցքը կարող է ներառել էներգետիկ ենթակառուցվածքներ, գիտեք, էլեկտրաէներգիայի կաբելային անցում, գազի խողովակաշարեր, նավթի խողովակաշարեր, ինչը զգալիորեն կավելացնի մեր տարածաշրջանի տնտեսական կայունությունը եւ ինտեգրացիան։ Նախնական հաշվարկներով նման մոդելը մեր տարածաշրջանում կավելացնի առևտրի ծավալը շուրջ 20-30%-ով։ Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանը կստանա շուրջ $145 միլիոն ֆինանսավորում, այս փուլում մենք արդեն այդ գումարի խոստումը ստացել ենք, որը նախատեսված է սահմանապահ ծառայությունների վերազինման, տեխնոլոգիական սարքավորումների տրամադրման, արհեստական բանականությամբ մոնիտորինգ անցկացնելու, մոնիտորինգ ներդնելու, մոնիտորինգի համակարգ ներդնելու եւ 500-ից ավել մասնագետների վերապատրաստման համար։ Այս ամենը կլրացվի մասնավոր հատվածի ներդրումներով եւ Եվրոպական միության, գիտեք, վերջերս խոստացված Global Gateway նախաձեռնության հետ CERT համագործակցությամբ եվրոպացիները պատրաստվում են այստեղ միլիարդավոր ուրեմն դոլարների ներդրումներ անել։ Սակայն այս գործընթացը հաջողությամբ առաջ տանելու համար Հայաստանը պետք է հանդես գա որպես վստահելի, որպես կանխատեսելի եւ պատասխանատու գործընկեր։ Դա ենթադրում է լիարժեքորեն իրականացնել օգոստոսի 8-ի համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդունելով մաքսային օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ անելու գործնական եւ վճռական նախաձեռնողականություն, այս իմաստով չափազանց կարևոր է, որպեսզի մեր գործընկերները, ամերիկացի գործընկերները տեսնեն այս ուղղությամբ իրապես գործնական քայլեր։ Սա իր հերթին կապահովի ծովային եւ ցամաքային բեռնափոխադրումների անվտանգությունը, կոնտեյներների ստուգման, վերահսկողության, ռիսկերի կառավարման, միջազգային ստանդարտներին համապատասխանության հարցերը։ Անհրաժեշտ է նաև ապահովել սահմանային տարածքների լիարժեք դելիմիտարիզացված ռեժիմ, հրաժարվել բնականաբար թշնամական հռետորաբանությունից, կառուցել թափանցիկ գործնական համագործակցություն բոլոր հարևանների հետ եւ յուրաքանչյուր ուրեմն ինչ որ պարբերականությամբ մենք կարող ենք պատկերը ընդհանուր սահմանների ուրեմն անվտանգության, պատշաճ վերահսկողության վերաբերյալ ընդհանուր առմամբ պատկերը ունենալ։ Հայաստանը պետք է դրսևորի նույն հետևողականությունն ու կանխատեսելիությունը, ինչպիսին ցուցաբերեց Մեքսիկան, երբ խելացի սահմաններ նախաձեռնության շրջանակում Միացյալ Նահանգների հետ ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ, որտեղ 2 տասնամյակից ավել այդ գործընկերությունը ոչ միայն ամրապնդեց երկու երկրների սահմանային անվտանգությունը, այլև ըստ էության ապահովեց միլիարդավոր դոլարների տնտեսական շահույթ եւ ներդրումներ։ Եթե Հայաստանը գնա այս ճանապարհով, եթե Հայաստանը գնա այս ուղով, ապա ոչ միայն կապահովի իր սահմանների անվտանգությունը եւ տնտեսական զարգացման նոր մակարդակի կկարողանա երկիրը հասցնել, այլև կդառնա տարածաշրջանային խաղաղության իրական երաշխավոր։ Այսօր բացված այս պատուհանը օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ձեռք բերված այս հնարավորությունը իրապես մեզ համար շանս է վերածելու մեր երկրի, մեր հայրենիքի սյունիքյան հատվածը, Սյունիքը հակամարտության օջախից, հակամարտության եւ սպառնալիքի օջախից կայունության առանցքի, իսկ Հայաստանը տարանցիկ ու տնտեսական հանգույցի, որի շուրջ կկառուցվի նոր հարավային Կովկասի ռազմավարական ճարտարապետությունը։ Բայց սրան հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը իրապես գործնական քայլեր կատարի, իր կախվածությունը էապես նվազեցնի Ռուսաստանի առաջնորդությամբ այն ռազմաքաղաքական կառույցներից, որոնցում մենք գտնվում ենք դե յուրե եւ դե ֆակտո, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, սահմանային համագործակցություն ռուսների հետ, այն
սահմանի այն հատվածը, որի մասին Հայաստանն ու Միացյալ Նահանգները այս պահին փաստորեն գործնական երկխոսություն են ծավալում, ռուս սահմանապահների կողմից է վերահսկվում։ Այդ սահմանից պետք է ռուսները դուրս գան, այդ սահմանի վերաբերյալ ընկալումը Ռուսաստանի պետք է ամբողջությամբ փոխվի, որովհետև այդ սահմանը, հայ-իրանական սահմանը ռուսների ընկալմամբ ԵԱՏՄ Իրան սահման է, եւ Հայաստանի առաջին խնդիրն է ռուսներին այդտեղից դուրս բերել եւ դա դարձնել հայ-իրանական սահման։ Ահա այս խնդիրները եւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի եւ նաեւ Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափով պայմանավորվածությունների մի լայն շրջանակ կա, որը կապահովի Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ բանակցություններում հաջող ելք եւ հաջող ավարտ։ Այսքանը այս մասով կվերադառնանք։